Հաշվետու տարում շարունակվել է միգրացիա եւ քաղաքացիության ոլորտի զարգացման աշխատանքները եւ ես ինչպես նշեցի, մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը եվրոպական կողմից եւ ես որպես գլխավոր բանակցող եւ 2025 թվականի նոյեմբերի 5-ին ստացել եմ գործողությունների ծրագիրը, այն անմիջապես հանրայնացվել է թե բնօրինակով եւ թե նաեւ հայերեն թարգմանությամբ, որպիսի մեր քաղաքացիները եւս կարողանան հետեւել եւ հասկանալ թե պետությունը ինչպիսի հանձնառություն է ստանձնում Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում եւ կարողանան հետևել դրա առաջխաղացմանը։ Փաստեմ, որ ներքին գործերի նախարարությունը ստանձնել է այս համատեքստում միջգերատեսչական համակարգողի դերը եւ զուգահեռ աշխատում ենք բոլոր մեր գործընկեր գերատեսչությունների հետ, որոնք հանդիսանում են ծրագրի որևէ հենանիշի հասցեատեր։ Եռում փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները եւ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր, անձահաստատող փաստաթղթեր եւ այս ժամկետը մեզ համար 2026 թվականի աշունն է։ 2025 թվականի ապրիլին ինչ ենք իրականացրել, ինչ ենք հասցրել իրականացնել այս մասով։ 25 թվականի ապրիլից, այսինքն պայմանագրի կնքումից ի վեր ձևավորել ենք մի շարք մասնագիտական խմբեր, որոնք աշխատել են տարբեր ոլորտներով, սկսած դիզայնից ավարտած անվտանգային ամենանուրբ բաղադրիչները, որոնք իհարկե առաջին հայացքից տեսանելի չեն, բայց դրանք ամուր հենք են ապահովում, որպեսզի անձի ինքնության հետ կապված նոր ստանդարտ ունենանք Հայաստանի Հանրապետությունում։